Շալախոյի տակ ռոբոտն իրեն չի խնայում հայկական արտադրության սմարթֆոնների շնորհանդեսի առիթով։ Արմֆոններն արդեն շուկայում են եւ դրանց առաջին 3 օրերի վաճառքի ծավալները գերազանցել են ձեռներեցների բոլոր սպասելիքները։ Նույնիսկ մեր սպասածից անակնկալ շատ լավ։ Այո, մոդելներ կան, որ արդեն այսօրվա դրությամբ հենց այս պահին, ուղղակի այսօր արդեն առավոտվանից բավական վաճառեցինք եւ վերջացավ։ Հայկական արտադրության բջջայինների առայժմ միակ վաճառակետում գրանցում են բոլոր ցանկացողների տվյալները, խոստանալով 2 շաբաթից մատակարարել նոր խմբականակ։ Ամենաարագն ամենաթանկ մոդելն է սպառվել։ Armphone-ը ներկայացված է շուկայի 5 գնային եւ գունային հատվածներում։ Ունի fingerprint հնարավորություն, այսինքն դուք մատնահետքի միջոցով կարող եք իրեն զրակելուց հանել։ Արտադրող ընկերության տեխնիկական սպասարկման մասնագետները մշտապես հերթապահում են վաճառակետում հաճախորդների հնարավոր հարցերին պատասխանելու եւ տեխնիկական աջակցության համար։ Հիմնականում տեխնիկական բնույթի հարցեր են, պարամետրերի հետ կապված եւ օգտագործելու հետ կապված, քանի որ շատերը այն հաճախորդներն են, ովքեր հիմնականում օգտվել են այլ տեսակի օպերացիոն համակարգերից եւ Android-ը իրենց համար այդքան էլ մաչելի չի։ Առաջին 3 օրերին վաճառված ոչ մի հեռախոսի խափանում կամ վերադարձ չի եղել։ Իդեպ Armphone-ի շուկայի մուտքն աննկատ չմնաց միջազգային ասպարեզում։ В продажу поступил первый армянский смартфон. Ռուսական Վեստին հայտարարեց առաջին հայկական սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին, հայտնելով, որ դրանք ստացել են Armphone անունը, որ դրանք նախագծել են Երևանում եւ որ դրանց արժեքը 100-ից 300 դոլար է։ Իսկ BBC ռուսական խմբագրությունը ներկայացրեց նաեւ հեռախոսների որոշ պարամետրեր ու հատկանիշեր։ Միջազգային լրատվամիջոցների անդրադարձերը հայկական հավակնոտ արտադրանքին սակավաթիվ էին, բայց հարգալից։ Armphone-ն իդեպ միանգամից ճանաչելի դարձավ եւ վաճառքի սպասելիքները գերազանցեց մարքեթինգային գրեթե զրոյական ծախսերով։ Եվ ուրեմն ո՞րն է Armphone-ի ֆենոմենը։ Այլ հավասար պայմաններում Made in Armenian։ Չոր մարքեթինգ գրքի հեղինակ շուկայագետ Վահրամ Միրաքյանը համարում է, որ հայկականը թրենդ է դարձել, որ հասարակությունը ծարավ է հայկականի եւ որ շուկա մուտքի հաշվարկը ճիշտ էր։ Պրոդուկտը շատ սպասված էր ու մարդիկ շատ սպասված են, այսինքն բոլորը ձգտում են մի հատ նկարվեին հեռախոսով, ձգտում են այդ նկարը տարածին հեռախոսով եւ այլն։ Իսկ այն, որ հեռախոսները վաճառվում են միայն Հայաստանում եւ միայն մեկ վաճառակետում, մարքետոլոգը նույնպես ճիշտ է համարում։ Այդպես անում են նաեւ համաշխարհային շուկայի հսկաները։ Չգիտեմ, իրենք դիտավորել են արել թե պատահաբար է այդպես ստացվել, ընդունված քաղաքականությունը նախապես սահմանափակ քանակի սպառում ապահովել, որպեսզի ձևավորվի հերթեր, պահանջարկ եւ այլն։ Հեռախոսում արկա լուսանկարները, ռինգթոնները, հայկական սմարթֆոնի թիմն ամեն ինչ արել է սեփական ուժերով, օգտագործելով աշխատակիցների ստեղծարար միտքը։ Որոշեցինք հայկականը խրախուսելու համար տարբեր հայտնի մարդկանց, ովքեր խթանում են, խրախուսում են հայկականը լուսանկարների տեսքով։ Հայկական առաջին սմարթֆոնների պարամետրերից մասնագետները գոհ են։ Դրանք հագեցած են ռադիոյով, հաշվիչով, քարտեզներով, ձայնագրիչով, GPS-ով, 32 գիգաբայթ հիշողությամբ, 13 եւ 8 մեգապիքսելանոց 2 տեսախցիկներով, 4G կապով, Full HD էկրանով, անպային սերվերի հետ կապով։ Եվ ով կարծում է, թե հեռախոսի զգայունությունը սենսորը թույլ է, արժե մի անգամ էլ ստուգել։ Այս զգայունությունը վրացնես գրանչի, տեսնում եք ինչքան զգայուն է։ Armphone-ի շնորհանդեսից հետո արտադրող Technology and Science Dynamics ընկերությունը բազմաթիվ արձագանքներ է ստացել։ Այդ ուրախալի, որ ոչ միայն հայկական սպորտը, բայց Ռուսաստանից են եղել շատ արձագանքներ, Ուկրաինայից են եղել արձագանքներ, Սիրիայից շատ արձագանքներ ունենք, Եվրոպայից, ասենք, եթե նշեմ երկրներ, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, նույնիսկ Նամիբիայից եւ Չիլիից, ճիշտ է, արձագանքների գերակշիռ մասը սփյուռքահայ շրջանակներից է, բայց ինչ որ ծավալներից սկսած դա էլ կարող է վերաճել բիզնես գործոնի։ Առաջարկները տարբեր են եւ դառնալ մեր էքսկլյուզիվ ներկայացուցիչը տվյալ երկրում եւ ուղղակի խնդրում են, որ մենք իրանց ինչ որ կերպ այդ հեռախոսները նույնիսկ թանկ տրանսպորտային միջոցներով ուղարկենք։ Իսկ հեռախոսները բավականին ազգային են, հայկական բնապատկերների պաստառներով, այբուբենի տառերով եւ ռինգթոններով։ Գործը հայկական երաժշտության պես հանդարտ սկսեց մշակող կազմակերպությունը 2.5 տարվա ընթացքում անընդհատ կատարելագործելով հեռախոսը։ Դետալներն արտադրվում են այլ երկրներում, իսկ այստեղ Հայաստանում միայն նախագծվում եւ հավաքվում են, ապահովելով Made in Armenia բաղձալի մակնշումը։
Իդեպ ընկերությունը կարող էր նաև օգտագործել Չինաստանի էժան աշխատուժը, բայց արտադրությունը մեր երկրում կազմակերպելու ելքը գտնվել է։ Ընկերությունն ազատված է շահութահարկից եւ մասամբ ավելացված արժեքի հարկից։ Մենք ունենք Հայաստանի կառավարության աջակցությունը ազատ գոտու տեսքով, որը փոքրինչ կոմպենսացնում է տարբերությունը։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ մարքեթինգային առաջին քայլերը ճիշտ են հաշվարկվել եւ տեղականի գործոնն աշխատել է։ Ես ճշտացուր եմ մեր հայրենիքը, բայց շատ ուրախ եմ իմանալու, որ կապ ավելի կհաստատվի արտասահման երկրի հայերի հետ։ Ամեն մի հաջողության համար շատ ուրախանում եմ։ Դեռ առանց փորձելու հպարտանում եմ, հույսով եմ, որ ինքը այնպեսի լինի, որ իսկապես համապատասխան լինի համաշխարհային ստանդարտների հետ որակյալ առումով։ Առաջինը նրա համար, որ զուտ հայկական է, հենց մեր մասնակիցների պատրաստածն է, եւ երկրորդը, որ ֆունկցիոնալ առումով ինչու՞ չէ, հենց Samsung-ին եւ Apple-ին չի զիջում ու ասենք նենց ֆունկցիաներ կա, որ Samsung-ը եւ Apple-ը չունի։ Իդեպ շուկայագետը համարում է, որ դժվար է iPhone-ի, Samsung-ի, Nokia-ի հետ մրցակցելը, բայց ոչ անհնար, եւ ուժեղ բրենդերի առկայությունն ամենևին էլ դատավճիռ չէ։ Ժամանակից աշխարհում ինչ-ն հետաքրքիր, որ ուժեղ բրենդեր կան, բայց նորարարությունները ջարդում են երբեմն այդ ուժեղ բրենդերին։ Մենք նայենք հասարակ բանը, Nokia-ն ու նայենք Apple-ը, ոնց Nokia-ի ոչնչացրել ըստ Nokia-ին, էլի ժամանակի ընթացքում։ Եվ իրոք աշխարհի ամենաթանկ ու իր նորարարություններով երկրպագուներին հիացնող Apple-ը վաճառքի ծավալներով ամենևին էլ առաջինը չէ։ Շուրջ 32%-ով համաշխարհային շուկայի առաջատարն ըստ BBC-ի Samsung-ն է, հետևում են iPhone-ը եւ LG-ն։ Մեր շուկան իդեպ նույնպես արտացոլում է այդ պատկերը։ iPhone-ը, Samsung Galaxy S4, Samsung Galaxy Grand Prime, iPhone 6s, LG G5 Արտադրական հզորությունները մեծացնելու պարագայում գուցե iPhone-ը դրանց մրցակիցը դառնա եւ այս շարքում հայտնվի։ Արմինե Ուդումյան, Էդգար Դավթյան, Նարինե Առաքելյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։